Են տալիս փաստը, որ Հայկ Սուքիասյանի անուն ազգանվան դիմաց գրված է չի քվեարկել եւ կոճակը կապույտ է, կարմիր չէ, կարմիրը նշանակում է քվեարկել է դեմ։ Հիմա մոտեցել եմ Տիկին Հեղինեին Մանուկյան, եթե չեմ սխալվում, խնդրել եմ հերքել ապատեղեկատվությունը եւ ներկայացրել եմ համապատասխան ապացույցները, ինչը նրան բորբոքել է եւ խոսակցությունը, այսպես ասած, վերածվել է ինչ-որ բանի, դե փաստացի ես չգիտեմ, զանգեց իր խմբագրություն, հուսով եմ, որ խմբագրությունը պատասխանատու մոտեցում կցուցաբերի եւ ապատեղեկատվություն պարունակող տեսանյութը կհեռացնի։ Դուք ինչու եք Սերժյանի Ես ուղում էի այնտեղ ինչ-որ բան ազգային ժողովի համապատասխան հատվածը, այդ սեղանը, կարծում եմ շարժումների որևէ սահմանափակում չի պարունակում եւ այդ առումով ես թե իմ ձեռքերը որ կողմ եմ շարժում, աջ, ձախ կամ առհասարակ չեմ շարժում, կարծում եմ բացատրելու կարիք չունեմ։ Որովհետև լրագրողը հատեց բարեկրթության սահմանները, անցավ դուի, մենք իրար հետ դույով չէինք խոսում, դուքով էինք խոսում, լրագրողը հատեց բարեկրթության սահմանները, փորձեց լսեք, ստախոսության մեծագույն վարպետ եք։ Տիկին Ղահրամանյան, եթե ձեզ թվում է, որ մեր մասնավոր զրույցը, որը տեսախցիկներից այն կողմ էր, ես տվել էի քաղաքական գնահատական, որը կրկնում եմ հիմա, նշելով, որ սուտը ԿՊԻ քաղաքական կատեգորիան է, հետևաբար կեղծիք եւ սուտ պարունակող ապատեղեկատվությունը պետք է հեռացվի համապատասխան հարթակից։ Նորից եմ կրկնում, Տիկին Մանուկյան, իմ քաղաքական գնահատականն է, որ սուտը ԿՊԻ քաղաքական կատեգորիան է, ասել եմ ձեզ, կրկնում եմ հանրային, շնորհակալություն, այլ հարցերի չեմ պատասխանում, շնորհակալ եմ։ Հարգելի հեղին է, Տիկջան սպասի, հարգելի հեղին է, նորից եմ կրկնում, ձեզ բորբոքեց իմ քաղաքական գնահատականը, այն կրկնում եմ հիմա, կրկնել եմ նաև նախկինում, լրագրող եղած ժամանակ 8 տարի շարունակ, այո, սուտը ԿՊԻ քաղաքական կատեգորիան է, շնորհակալ եմ։ Սուտը նաև ուժեղ Հայաստան խմբակցության падգամավոր Մարիաննա Ղահրամանյանի գործիքակազմն է։ Գալ ճեպազրույցը հենց նոր ավարտած լրագրողին մոտենալ, վրդոված տոնով ասել, հերքում եմ պահանջում եւ այլն եւ այլն։ Պարոն Աբրահամյան, ես խնդրեցի ձեզ, ես հուսամ իմ խնդրանքը կհասարակեք նաեւ ձեր խմբակցության ղեկավար պարոն Նարեկ Կարապետյանին եւ հարցը կկարգավորվի։ Եկեք ոնց բարեկրթության մթնոլորտում աշխատում ենք հենց կոնկրետ խորհրդարանում նույն ձևել շարունակենք։ Ես միայն կողմնակից եմ բարեկրթության սահմաններում աշխատելու։ Ես խնդրում եմ ուղղակի, ես չեմ ուզում դառնալ Բայց այն կողմի կարծիքը լսեցին, հիմա Տիկին Ղահրամանյան ասում է դուք եք հատել բարեկրթության սահմանը, դուքից անցել եք նույն։ Ես օթյակում, ինչպես հարգելի գործընկերներ ձեզանից շատերը, լուսաբանում եմ ազգային ժողովի նիստերը եւ որ կառավարության ծրագիրը դրվեց քվեարկության, օթյակից ես նկարահանեցի, այո, ֆիքսեցի քվեարկության պատկերը, քանի որ տեսադաշտում մասնավորապես ուժեղ Հայաստան խմբակցության падգամավորներն էին, իմ տեսախցիկը ֆիքսեց, որ Տիկին Ղահրամանյանը քվեարկության ժամանակ ձեռքը մեկնում է իր գործընկերոջ ուրեմն կոճակի ուղղությամբ, այո, կարծեք թե Հայկ Սուքիասյանն է, եւ այսպիսի ժեստ է անում, որը ինձ գուցե թվացել է, ես չեմ պնդում, որ կոճակը սեղմելու գործողություն է։ Կոճակը սեղմելու գործողություն է ինձ թվացել։ Գուցե չի սեղմել Տիկին Ղահրամանյանը, չի հասցրել սեղմել։ Ես չեմ պնդում, որ Տիկին Ղահրամանյանը անպայմանորեն սեղմել է կոճակը, համենայն դեպս որպես լրագրող, որպես դիտորդ ինձ մոտ այդպիսի տպավորություն է ստեղծել, որ Տիկին Ղահրամանյանը ձեռքը մեկնում է
իր գործընկերոջ սկրին է ուղարկել եւ ցույց տվեց որ չի քվեարկել ճիշտ ասած հարգելի գործընկերներ քիչ առաջ մենք միասին Տիկին Հակոբյանի ճեպազրույցին էինք այո մասնակցում եւ ես չհասցրեցի ճիշտ ասած լսել Տիկին Ղահրամանյանի առարկությունները նույնիսկ չի հասցրել տեսնել թե հեռախոսով ինչ է ուղարկել ենթադրում եմ իմ մեսենջերին է ուղարկել ահա հենց նոր ես որպես ապացույց ցույց տամ որ հենց նոր անշուշտ ես իմ անձնական նամակները չեմ պատրաստվում հրապարակել եւ խնդիրներն է որ Տիկին Ղահրամանյանը ձեր բոլորի ներկայությամբ դուք ականատեսը եղաք մոտեցավ եւ այն տոնայնությունը որով նա մոտեցավ եւ հերքում պահանջը կարծում եմ ֆիքսել եք իհարկե ոչ տեսախցիկներով բայց եւ ինչ վերաբերում է բարեկրթությանը էլի դուք ֆիքսեցիք, որ Տիկին Ղահրամանյանը դույով սկսեց ինձ հետ խոսել եւ ես նրան հորդորեցի մնալ բարեկրթության սահմաններում եւ դուքով խոսել, որովհետեւ որքան էլ մենք նախկին գործընկերներ ենք, այդուհանդերձ Տիկին Ղահրամանյանի կարգավիճակը հիմա այլ է, իմը այլ։ Եվ երբ որ նա ինձ դիմեց աղջիկ ջանով, դա եւս կարծում եմ ֆիքսել եք հարգելի գործընկերներ։ Հիմա մի բան էլ ես ճիշտ եմ էլի ամեն դեպքում Հեղինե ջան դուք ինչ ապացույցներ ճիշտ ասած զանգահարեցի իմ խմբագրին, իմ խմբագիրը որևէ խնդիր չի տեսնում, եթե մենք սխալ ինֆորմացիա ենք տարածել, որևէ խնդիր չի տեսնում իհարկե։ Թե ինչ որ տեքստեր լինելու որ հեռացնենք ենթադրում եմ։ Հեղինե ջան, այն ապացույցը, որը ձեզ ուղարկել է Տիկին Ղահրամանյանը մեսենջերով, դա ապացույց է իսկապես։ Թույլ տվեք ուսումնասիրել հարգելի գործընկերներ, որովհետև ամեն ինչ շատ արագ ստացվեց, ես նույնիսկ չեմ հասրել ուսումնասիրել, մենք որևէ խնդիր չենք տեսնում, սխալ հրապարակված մեր կողմից սխալ հրապարակված որևէ տեղեկություն հերքել։ Դա շատ բնական Հանդերձ ուզում եմ ընթերցել Տիկին Ղահրամանյանի գրառումը, գիտեմ, որ սուտը ձեր ուժի մոտ քաղաքական կատեգորիա է, բայց փաստ կա, որ ստում եք։ Ձեր ուժի մոտ քաղաքական կատեգորիա է ասելով, թե որ ուժի նկատի ունի Տիկին Ղահրամանյանը, թերևս պետք է հարցնել նրան։ Ակնհայտորեն լրագրողին նույնացնում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության հետ, այն դեպքում, երբ որ ես անկախ լրագրող եմ, ես կուսակցական չեմ, ինձ նույնացնել, հիմա դուք մեդիա հաբում եք աշխատում, ձեզ նույնացնեմ հարգելի գործընկեր, բայց ինքը ոչ իշխանություն է, ոչ այսօր քաղաքական որևէ ուժ է ներկայացնում։ Այսինքն եթե նախորդ գումարման ազգային ժողովում պատիվ ունեմը ներկայացված էր, լրագրողը չի ներկայացնում տվյալ լրատվամիջոցը։ Անշուշտ ներկայացնում է, բայց այս գրառումը կոնկրետ ձեր քաղաքական ուժի հետ կապված ԿՓ-ի պաշտոնական լրատվամիջոցն է։ Ձեր քաղաքական ուժի ասելով, ընդ որում ձերն էլ փոքրատարով է գրել։ Ինչ նկատի ունի Տիկին Ղահրամանյանը։ Ձերը հիմա փոքրատարով է։ Լավ, եկեք չխորանանք վարության մեջ, գետադրության մեջ